Բարի երեկո, տիկնայք եւ պարոնայք։ Մենք շարունակում ենք ինչ, որտեղ երբ հայաստանյան խաղերի գարնանային եթերաշրջանը, որն իրականացվում է Իգրա TV հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա եւ Հայաստանում ինտելեկտուալ շարժման պաշտոնական գործընկեր Liga Insurance ապահովագրական ընկերության հզոր հովանու ներքո։ Տիկնայք եւ պարոնայք, գարնանային եթերաշրջանի առաջին մրցութային խաղում Նարեկ Մնացականյանի թիմը հաղթեց հեռուստադիտողներին 6-4 հաշվով եւ դարձավ եզրափակիչ խաղի առաջին հավակնորդը։ Իսկ այս պահին ես խաղի եմ հրավիրում Լևոն Նիկողոսյանի թիմին։ Ծրագրերի ղեկավար Նորա Ալանակյան, ոսկե եւ մարմարե արծիվների մրցանակակից ծրագրավորող Լևոն Գրիգորյան, մարմարե արծվի կրկնակի մրցանակակից կենսաբան Սամվել Խաչատրյան, անոթային վիրաբույժ Արամ Խաչատրյան, նեյրովիրաբույժ Վիգեն Անանյան եւ թիմի ավագ մարմարե արծվի մրցանակակից գործարար Լևոն Նիկողոսյան։ Լևոն Նիկողոսյանի թիմի դեմ այսօր կխաղան Արտակ Թադևոսյանը, Սուսաննա Հարոյանը, Լուսինե Բայատյանը, Սուպեր Բլից, Ալինա Ավակյանը, Գայանե Ղազարյանը, Անի Քոչարյանը, Բլից, Վլադիմիր Գալստյանը, Լուսինե Մկրտչյանը, Ժաննա Ադամյանը, Գուրգեն Գրիգորյանը եւ հարց Յունի բանկից։ Ինչ, որտեղ երբ գարնանային խաղեր, հեռուստադիտողներն ընդդեմ գիտակների, հաղթող կճանաչվի այն թիմը, որը կվաստակի 6 միավոր, հաշիվն է 0-0, առաջին խաղափուլ։ Բարի երեկո հարգելի գիտակներ։ Բարի երեկո։ Պարոն Նիկողոսյան, մի առիթով դուք նշեցիք, որ անգամ տաքսու վարորդներն ասել են, որ ձեր խաղերին ավելի դժվար հարցեր ենք դնում, քան մյուս թիմերին, եւ դուք համաձայն էիք նրանց հետ։ Իհարկե։ Պարոն Նիկողոսյան, իսկ մեր ձմեռային խաղերին ուշադիր եք հետևել։ Այո։ Ավելի հեշտ էին, քան ձեր խաղերի հարցերը։ Ոչ։ Շնորհակալություն։ Ձեզ հաջողություն եմ մաղթում։ Ձեր դեմ խաղում է Լուսինե Բայատյանը, տնտեսագետ, քաղաք Սան Կարլոս դե Բարիլոչե, Արգենտինա։ Վերջերս Արգենտինայի փողոցներում հայտնվել է մի գովազդային պաստառ, որն անմիջապես լայն տարածում է ստացել սոցցանցերում։ Պաստառը պատրաստած ընկերություններից մեկը մասնակցել է պանիր արտադրողների տարածաշրջանային մրցույթին եւ որոշել է կիսվել իր արդյունքով, հրապարակելով հետևյալ գրառումը. Մենք պանիրն այնքան ֆրանսիական էինք պատրաստել, որ այն ուշադրություն հարցը։ Ավարտեք գրառման տեքստը։ Ինչ էին ակնարկում այդ պաստառի հեղինակները։ Ժամանակ։ Ֆրանսիական պանիրը ինչով այնքան ֆրանսիական է։ Հա, լավն է, իսկույն բորբոսնեց կամ Բայց դրանք ոչ միայն բորբոսնած Չէ, բորբոսնած ընդդեմ երկրորդ տեղը, որովհետև Ֆրանսիա երկրորդ տեղն է եղել Արգենտինայից հետո։ Պարտվել է Արգենտինայի ֆինալում, աշխարհի առաջնության ֆինալում պարտվել։ Վերջերս հարցում ասեց վերջերս։ Լավն է։ Այո։ Դալշը։ Արգենտինայի մասն էլ ինչ գիտենք։ Ինչ միս արտադրող Այնքան երկիր։ ֆրանսիականը ինչով է։ Պարտվել է միայն Արգենտինային։ Որ պարտվել է միայն արգենտինականին, երկրորդ տեղը նույն Ասել երկրորդ Չէ, բանը ուրիշ վերսիա գնակել։ ասելով մենք դա խոսքը Հոտա բանը Անկան ֆրանսիական ենք, որ գնում էին միայն ֆրանսիացիները։ Արգենտինան արժանն է, երկրորդ տեղը։ Լավագույն ռեստորաններում էին մատուցում։ Խոսացեք։ Այն գորտ է ուտում, չգիտեմ, պանիրը, ֆրանսիացիք ինչ են անում։ Որ այն Դաշգորտն է ուտում, հա։ որ այն հակառակը։ գինու հետ է գնում, Կամ գինու կարիք չունի։ գինու կարիք չունի։ Ֆրանսիայում առաջի տեղն ազբաղացնում։ Որ Մակրոնն անգամ Ֆրանսիայում Մակրոնի առաջի տեղ։ Բայց այդ ամենալավը են անում։ Ֆրանսիա չի եղել Լավ է ոչ մի ժամանակ։ ֆուտբոլը, հա։ Ժամանակ։ Պատասխանում է Արամ Խաչատրյանը։ Լսում ենք ձեզ, պարոն Խաչատրյան։ Ինձ մոտ Արգենտինա բառը ասոցացվում է ֆուտբոլի հետ 5 տարեկանից։ Ինչպես հայտնի է, աշխարհի վերջին առաջնությունում Արգենտինան հաղթեց Ֆրանսիային, Ֆրանսիան ընկավ երկրորդ տեղ։ Միգուցե նրանք ասում էին, որ այնքան ֆրանսիական է, որ զբաղեցրեց երկրորդ տեղը կամ զիջեց միայն Արգենտինային, ինչը նույնն է կոնտեքստում։
Հասկանալի է, պարոն Խաչատրյան։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Արգենտինական ընկերություններից մեկը մասնակցել է պանիր արտադրողների տարածաշրջանային մրցույթին եւ որոշել է կիսվել իր արդյունքով, հրապարակելով հետեւյալ գրառումը. Մեր պանիրն այնքան ֆրանսիական էր, որ այն երկրորդ տեղը գրավեց։ Այս պաստառի հեղինակներն ակնարկում էին այն փաստը, որ 22 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում Արգենտինայի հավաքականը հաղթեց Ֆրանսիայի հավաքականին 1-0 հոգուտ գիտակների։ Ինչ որտեղ երբ Գառնանային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, Հայաստանի ինտելեկտուալ շարժման պաշտոնական գործընկեր Լիգա Ինշուրանս ապահովագրական ընկերություն, մեր առանձնահատուկ գործընկերն է Երեմյան ընկերությունների խմբի բարձր հեղինակային խոհանոց Ռենոմեն, մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը, մեր արևային գործընկերն է Իտալ Սոլար ընկերությունը, մեր հարմարավետ գործընկերն է Յուսկ խանութների ցանցը եւ մեր լուսավոր ու ջերմ գործընկերն է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, Գովաստ Armenia TV-ի եթերում։ Ժորժ մի քնեք։ Ուշադրություն։ Այսօրվա խաղի լավագույն գիտակին Լիգա Ինշուրանս ապահովագրական ընկերության խորհրդի անդամ Սոնա Դալալյանը նվիրում է Մուրադ Հասրատյանի եւ Զավեն Սարգսյանի Հայաստան քրիստոնեական ճարտարապետության 1700 տարին աշխատությունը սեփական մակագրությամբ։ Մեզ գրքեր տրամադրելու համար շնորհակալություն ենք հայտնում Զանգակ գրատների ցանցին։ Գրատան գործունեությանը ծանոթանալու համար կարող եք այցելել zangakbookstore.am կայք։ Շարունակում ենք խաղը, երկրորդ խաղափուլ։ Պարոն Խաչատրյան։ Այո, պարոն Խաղաղար։ Ֆուտբոլային լեզվով ասած, Լևոն Նիկողոսյանի թիմը գրանցեց ձմեռային պատուանի խոշորագույն տրանսֆերը։ Հա։ Իսկ հեշտ բաժանվեցիք Սուրեն Մանուկյանի թիմից։ Ես չեմ բաժանվել Սուրեն Մանուկյանի թիմից, նրանք բոլորը իմ ընկերներն են, Սուրենը իմ բարեկամն է, պարզապես բժշկական լեզվով ասած, Բայց ճշմարտությունը թանկ է, դուք հիմա Լևոն Նիկողոսյանի թիմում եք խաղում։ Որպես բժիշկ ասեմ, էվոլյուցիայի շարժիչ ուժը փոփոխականությունն է։ Շատ խելոք եք բոլորը։ Սուպեր բլից։ 3 հարց, որից յուրաքանչյուրին պատասխանելու համար գիտակին տրվում է 20 վայրկյան ժամանակ։ Պարոն Նիկողոսյան, ով է մնում սեղանի շուրջ։ Թող փորձի Արամը։ Որպեսի թիմը վաստակի մեկ միավոր, Արամ Խաչատրյանը պետք է պատասխանի բոլոր 3 հարցերին։ Լռություն դահլիճում։ Կատարյալ լռություն։ Ուշադրություն, առաջին հարցը։ Լիլիթ Չախոյանը Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքից հետաքրքրվում է, որ քաղաքում է հնարավոր պատշգամբ վարձել հարսանեկան արարողության համար։ Ժամանակ։ Պարոն Խաչատրյան։ Ամենահայտնի պատշգամբը, որ ինձ մոտ ասոցացվում է սիրո եւ ընտանիքի հետ, դա Վերոնայի Ջուլիետայի պատշգամբն է, որ դե իրականում չի եղել այդպես, բայց այդպես վերագրում են։ Վերոնա։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Հասանեկան արարողության համար պատշգամբ հնարավոր է վարձել Պարոն Խաչատրյան Իտալիայի Վերոնա քաղաքում։ Խոսքն իհարկե Ջուլիետի հայտնի պատշգամբի մասին է։ Առաջին հարցին դուք ճիշտ պատասխանեցիք։ Ուշադրություն, երկրորդ հարցը։ Ալբերտ Մինասյանը Երևանից հարցնում է. Եթե հավատանք ռուս գրող, բառախաղի վարպետ Էդուարդ Սևրուսին, որն է կնոջ երազանքը։ Ժամանակ։ Ժամանակ։
Պարոն Խաչատրյան, Ну, փորձեցի, քանի որ գրողը ռուս էր, ռուսերեն մտածել, Мечта женщины, եթե բարախաղ մեզ հայտնի է թխվածք մужской идеал անունով։ Մужской идеал։ հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ռուս գրող, բարախաղի վարպետ Էդուարդ Սևրուսը պնդում էր, որ կնոջ երազանքը, պարոն Խաչատրյան, երազանքի կին լինելն է։ Ալբերտ Մինասյանը բերում է առաջին միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից։ Դիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա է Իտալ Սոլար ընկերության համահիմնադիր տնօրեն Ռուբեն Հակոբյանը։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան։ Ողջույն, պարոն հաղորդավար։ Պարոն Հակոբյան, ինչ եք կարծում, Հայաստանում արևային ոլորտը ինչ պոտենցիալ ունի։ Պարոն հաղորդավար, պոտենցիալը թեև մեծ է, այն իմաստով, որ այդ պոտենցիալի նույնիսկ 50%-ը դեռ չի իրացվել, սակայն բոլորս գիտենք, որ հայաստանյան շուկան փոքր է, այդ իսկ պատճառով մենք ուսումնասիրում ենք արտասահմանյան այլ երկրների շուկաներ եւ շուտով պլանավորում ենք ընդլայնել մեր աշխարհագրությունը։ Պարոն Հակոբյան, հուսով ենք արտերկրում եւս կհաջողեք ինչպես Հայաստանում։ Շնորհակալ ենք շատ։ Մենք էլ շնորհակալ ենք Իտալ Սոլարին մեր խաղին աջակցելու համար։ Հիշեցնեմ, որ լավագույն հեռուստադիտողին Իտալ Սոլար ընկերությունը նվիրում է 100,000 դրամի նվեր քարտ։ Շարունակում ենք խաղը, երրորդ խաղափուլ։ Հա, նավսը դուս եկավ էլի։ Այդ պենալեր հելո։ Պարոն Խաչատրյան, Այո, պարոն Խավար։ բողոքում էիք, որ բառախաղ չէ, իսկ ոնց է լինում։ Կնոջ երազանքը երազանքի կին լինել։ Դեսա մի քիչ սեքսիստական է, որովհետև Չէ, ինչ ասեք կարող եք ասել, բայց բառախաղ է ամեն Հա, դեպքում։ բառախաղ Ես հասկանում եմ ձեր բացատրությունները ամեն ինչ կարող է լինել։ Թե չէ ամեն կնոջ համար չէ, որ ինքը պետք է դառնա երազանքի կին։ Սլաքի ուղությամբ ձեր դեմ խաղում է Ալինա Ավակյանը։ Քիմիկոս Երևանից։ Պատմաբան Նիկոլայ Զլոբինը մտաբերում է, թե ինչպես էր իր համակուրսեցիներից մեկը, քննություն հանձնելով գիտական աթեիզմ առարկայից, որոշել լավ տպավորություն թողնել դասախոսի վրա եւ փողկապի վրա գրել էր «Աստված չկա» խոսքերը։ Ուշադրություն հարցը։ Նկատելով այդ ուսանողին, ինչ հրահանգեց նրան անել դասախոսը։ Ժամանակ։ Անել փողկապը երևի։ Կամ ապացուցել, որ Աստված չկա։ Ասում է, եթե դու չես հավատում Աստծուն, ինչի ես գրում, որ Աստված չկա։ Բայց անել։ Ապացուցել, որ Աստված չկա, քննության ժամանակը չէ։ Okay, дальше ընդունեցի։ Մյուս վերսիան։ Հանել, որ ցույց տա, որ մեջը շպարգալկա Ինչու մի չկա։ բառ ավելացնել։ Օրինակ, Աստված չկա գրած։ Աստված չկա է վրա, դե առանց փողկապի։ Եվ չի լինելու, եւ չի եղել, տեքստ ավելացրի։ մի բառ ավելացնել, Աստված չկա։ Բայց ինչ ավելացնում։ Բայց ռուսերեն պետք է։ Էլի վերս ասեք։ Հասահմում Աստված չկա։ Դասավանդել իր ապերը, Եվ չի լինելու։ Իսկ պատմաբանը, Եվ չի լինելու։ ինչեր կապ ունի։ խնդրել այդ փողկապը։ Հանել փողկապ, Հանել փողկապ, ինչ որ ուրիշ բան անել այդ փող։ ուրիշ բան գրել։ Կապը տալ իրեն, նվիրել իրեն։ Տալի Նվիրել իրեն, սա ժամանակ բոլորը նայել են փողկապի վրա գրածը։ Աթեիզմ է։ Сказать, скажи свою версию. Բայց միշտ էինք զորում բարձր։ Պատասխանում է Սամվել Խաչատրյանը։ Լսում ենք ձեզ, պարոն Խաչատրյան։ Հարգելի հաղորդավար, կարծում ենք, որ քանի որ դա կատարվել է քննության ժամանակ, դասախոսը պահանջելու տվյալ ուսանոց, որպեսզի նա ապացուցի, որ Աստված չկա։ Դուք մտածում եք, որ գիտական աթեիզմի դասախոսը մտածում էր, որ Աստված կա եւ պահանջում էր, որ ուսանողը ապացուցի, որ Աստված չկա։ Այո, դե քանի որ նա այդպես վստահ է մոտեցել քննությանը, նույնիսկ գրել է, որ Աստված չկա, ուրեմն դա պետք է ապացուցի դա այդ թեզը։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ճիշտն ասած, ինձ թվում էր, որ այս հարցին այս թիմը եթե ոչ մատ է դնելու, ապա շատ արագ է դուրս գալու։ Ինչպես պարզվեց, դասախոսը բավականին լավ հումորի զգացում ուներ։ Նա ուսանողին հրահանգեց
անմիջապես հեռացնել շպարգալկան։ Ծածկաթուղթը։ Ես ասի հանել, որ շպարգալկան, բայց բան չարել։ 2-1 հոգուտ հեռուստադիտողների Ալինա Ավակյանը բերում է երկրորդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա է Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, խմբի կառավարման խորհրդի անդամ Լուսինե Երեմյանը եւ Երեմյան ընկերությունների խմբի հանրային կապերի ղեկավար Ամալիա Կարապետյանը։ Տիկին Երեմյան, արևելյան իմաստությունն ասում է հյուրը տանտիրոջ հայելին է։ Ում մասին է ռենոմե խոհանոցը, ովքեր պետք է ընտրեն ռենոմեն, ինչու եւ ամենակարևորը ինչպես։ Շնորհակալություն հարցի համար, հարգելի պարոն վարող, ես թերևս ձեր հարցին պատասխանեմ օրինակով, հենց հիմա մեր սիրելի գիտակները, ինչպես նաև մեր հյուրերը, այսպես գեղեցիկ հագնված, կարող են հայտնվել Ռենոմեի շքեղ սրահում եւ ինչու, քանի որ Ռենոմեում մեկտեղվում է ինտելեկտը եւ ստեղծարար ուժը։ Եվ դուք կարող եք նաև շարունակել ձեր ինտելեկտուալ դիսկուսիան մեզ մոտ, անցնելով մեր ինտելեկտուալ եւ ստեղծարար համերի ճանապարհով։ Եվ եթե ինչ-որ մի պահի մեզ թվում է, որ մենք գտնվում ենք այլևս մի ճանապարհին, որտեղ որ մեզ այլևս ոչինչ չի զարմացնի, բոլորիդ հրավիրում եմ Ռենոմե, որտեղ դուք կհայտնվեք ստեղծարարության, ինչպես նաև համերի, այսպես բռնկուն ճանապարհի մի կիզակենտրոնում։ Այսքանը թերևս։ Շնորհակալություն, Տիկին Երեմյան, ավելացնեմ միայն, որ Ռենոմե բարձր հեղինակային խոհանոցը այսօրվա խաղի լավագույն գիտակի համար պատրաստել է անակնկալ, որի մասին Տիկին Երեմյանը մեզ կպատմի խաղի վերջում։ Շարունակում ենք խաղը, 4-րդ խաղափուլ։ Գիտակի կաշին քերտելու են, ու իրա մսից Պարոն Խաչատրյան։ Այո, պարոն հաղորդավար։ Ակումբի ուժեղագույն գիտակի մասին հարցին դուք ավանդաբար տալիս եք Լևոն Գրիգորյանի անունը եւ նշում եք, որ պարոն Գրիգորյանը թույլ տեղեր չունի։ Իսկ այնուամենայնիվ կան ոլորտներ, որոնցում դուք Լևոն Գրիգորյանից ուժեղ եք։ Չեմ կարծում, պարոն հաղորդավար։ Կենսաբանությունը։ Իսկ ֆինանսները նու դժվար հարց է, այս բանը չկանամ պատասխանել։ Գիտնականներն ապացուցել են, որ սիրահարված մարդու մոտ ակտիվորեն արտադրվող դոֆամինը ազդեցություն է գործում ուղեղի երկու հատվածների վրա, որոնցից մեկը բթացնում է մարդու վախը եւ դրդում խենթ քայլերի։ Իսկ հա երկրորդը պատասխանատու է քննադատական մտածողության համար։ Ուշադրություն հարցը։ Իսկ ինչպես է դոֆամինն ազդում քննադատական մտածողության վրա։ Ժամանակ։ Անջատում է քննադատությունը, անջատում է թերությունները չես տեսնում։ Չես տեսնում։ Սիրահարվում ես, չես տեսնում։ Էդի հայտնի բան։ Հայտնի ասենք էլի։ Մի զարմացի կարելի։ Հա, то есть отрицание. Ընդհանրապես երկրորդը զարմանալի Дальше. Ուրիշ տարբերակ։ Սկսում ես որոշել Սպուտնիկ Ժիզնի քո համար որպես քննադատում ես ինքը լավ Սպուտնիկ Ուրիշ Ժիզնի։ տարբերակ մի բացատրի ընդունեցի։ Не, это другая версия уже. ասա։ Խենթ քալեր քննադատության Первая не критикуешь, вторая критикуешь, она будет твоей, ну или он, или нет. Հա, это ոնց որ ժամանակի մեջ որ երկրորդը անունը կտանտրում է, դա պետք է պատասխանենք։ Քննադատական, էլ ինչ կարա քննադատի, կան գարանք ժողովուրդ, էլ ինչ կարա քննադատի։ Դե բայց ինքը իր մեջ ոնց որ Քննադատ սկսում է համեմատել ուրիշների հետ։ Չի համեմատում, չի հակառակը։ համեմատում։ Ինքը ուրիշինն էլ չի նկատի։ Հենց սկզբնական որ Եթե ասել եմ համեմատել, ուրիշինն էլ չի նկատի։ Կարևորը հենց իրանը չի նկատում։ Երրորդ անգամ կփորձի Արամ Խաչատրյանը։ Լսում ենք ձեզ, պարոն Խաչատրյան։ Երանի նրանով մի անգամ գոնե սիրահարվել է եւ հասկացել է, որ սկսում ես անգամ թերությունները տեսնել որպես առավելություն։ Դոֆամինը անջատում է քննադատությունը եւ դադարում ես տեսնել սիրո էակիտ թերությունները։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։
Արդյունքում, պարոն Խաչատրյան, սիրո օբյեկտը սիրահարված մարդուն անթերի և կատարյալ է թվում։ 2-2։ Տիկնայք և պարոնայք, մեր դահլիճում ներկա է Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը։ Բարի երեկո, պարոն Ապերյան։ Բարի երեկո, պարոն Խաղավար։ Պարոն Ապերյան, իսկ նկատել եք, որ երբ մեր գիտակները պարտվում են, անջատվում է ինքնակնդատության, երբ հաղթում են ընդհակառակ։ Դե տարբեր գիտակների մոտ կարծում եմ տարբեր կերպ է արտահայտվում, չեմ կարա տես գնահատական տամ, բայց կարծում եմ Լևոն Նիկողոսյանի թիմը միշտ էլ ինքնակնդատությամբ սիրում է զբաղվել, որը որ լավ կողմերից մեկն է։ Երբ հաղթում են իհարկե, երբ պարտվում են, միայն մեզ են քննադատում եւ հեռուստադիտողներին։ Ինչպես եւ բոլոր մնացած թիմերը, միայն Լևոն Նիկողոսյանը։ Բայց իրանք պարտվում են։ Հարցրեք Լևոն Նիկողոսյանից, պարոն Ապերյան։ Պարոն Ապերյան, ինչպես կգնահատեք այսօրվա խաղը։ Շատ հետաքրքիր խաղ է։ Հարցերն են հետաքրքիր, պատասխաններն են։ Նույնիսկ այն պատասխանը Սուպեր Բլիցի ժամանակ, երբ որ սխալ էր, ավելի լավ պատասխան էր, քան իրականը։ Այդպես լինում է, ոչ հաճախ, բայց լինում է, պարոն Ապերյան։ Շնորհակալություն, շարունակում ենք խաղը 5-րդ խաղափուլ։ Պարոն Արամ Խաչատրյան։ Այո, պարոն Եթե չեմ սխալվում, դուք եւ Վիգեն Անանյանը ոչ միայն թիմակիցներ եք, այլև գործընկերներ աշխատավայրում։ Ես գործ բառը կհանեի, այո, նաև գործընկերներ եք։ Իսկ պարոն Անանյանն օգնել է ձեզ նոր թիմին հարմարվելու հարցում։ Ես կարծում եմ եղել է որոշիչ դերը այս թիմում հարմարվելու, այո։ Հարմարվելու թե հայտնվելու։ Նաև։ Ուրեմն այդպես էր պետք։ Ես մի քիչ ֆուտուրիստ եմ, ուրեմն այդպես ֆատալիստ եմ, այդպես էր պետք։ Ձեր դեմ խաղում է Գայանե Ղազարյանը, ֆինանսիստ, քաղաք Ռանս, Ֆրանսիա։ Ուշադրություն էկրանին։ Ձեր առջև Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի ավտոբուսի կանգառներից մեկն է։ Ուշադրություն հարցը։ Ինչ նպատակ է հետապնդում տղամարդը, որին դուք տեսնում եք էկրանին, ինչ հնարավորությունից է նա ցանկանում օգտվել, ժամանակ։ Գիտեմ, անվճար տոմսի Ինչքան նստում է, ինչքան կտանստում է։ բոյից կախված տոմսի գինը լավը որ երկու հոգի քանի անգամ не նստում нужно брать, я же сказал, не буду քանի брать. անգամ նստում ես, Այնքան տարիսա քեզ այդքան անվճար ուղեգիր։ Դա ֆիզիկական 50 հատ խոսքի ուղեգիր է, բանա տալիս։ Չէ, 50 չէ, պրոստը Դե как раз թիվա էր, ժոր 13 Դու պետք է նստես, ասենք 20 անգամ կամ 50 անգամ։ Всё, понял. Всё, не надо, это явно. Հայտնի բան է։ Okay, խոսում է ֆիզիկական բան։ ճնշեցին պարոն հաղորդավար ու ճիշտ արեցին, պատասխանում է Լևոն Գրիգորյանը։ Դուք դեռ ժամանակ ունեք։ Պետք չի երևի։ Պետք չի, հասկանալի է։ Չէ, պատասխանեմ, Լսում ենք ձեզ, պարոն ես Գրիգորյան։ լսել էի ոչ Ռումինիայի մասին, կարծեմ մի քանի տեղեր կա, որ այդ նստել հելնելու ժամանակ, այսինքն ֆիզիկական որևէ մի վարժություն կատարելը տվյալ քանակով հնարավորություն է տալիս ստանալ անվճար տոմս։ Հասկանալի է, պարոն Գրիգորյան։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Կանգառում տեղադրված սարքի առջև, պարոն Գրիգորյան, 2 րոպեում 20 անգամ կքանի ստանելու դեպքում ավտոբուսի պոտենցիալ ուղևորները ստանում են այսպես կոչված առողջ տոմս եւ կարող են ավտոբուսից օգտվել անվճար։ Այս նախագիծն իրականացվել է Եվրոպայում սպորտի շաբաթի շրջանակներում։ 3-2 հոգուտ գիտակների։ Շարունակում ենք խաղը 6-րդ խաղափուլ։ Պարոն Գրիգորյան, Այո։ բազմիցս նշել եք, որ սպորտի հանդեպ անտարբեր եք եւ չեք հասկանում սպորտային երկրպագուներին։ Երկրպագուներին հասկանում եմ, բայց երբ որ իրար դեմ են վիճում, մի ոչ հայկական թիմի երկրպագուն, մյուս ոչ հայկական թիմի, այ դա չեմ հասկանում։ Այնուամենայնիվ, ինչ որ սպորտային իրադարձության կյանքում գոնե մեկ անգամ ներկա գտնվել եք, Փոքր ժամանակ գնացել են ֆուտբոլ նայելու։ Արարատի Հորս հետ, խաղերը։ Այո։
Ավելին ասեմ, փոքր ժամանակ ես համոզված եմ, որ ֆուտբոլ խաղի իմաստը դա է, որ Արարատը խաղում է ուրիշ թմետ ու պարտադիր հաղթում։ Քանի որ դա 73 թիվն էր մոտավորապես, եւ սկսել եմ հասկանալը, թե ֆուտբոլը ինչն է։ Շնորհակալություն։ Ձեր դեմ խաղում է Ժաննա Ադամյանը, նախագծերի ղեկավար Երևանից։ Պատմում են, թե ինչպես մի անգամ դիրիժոր Արտուրո Տոսկանինի մոտ եկավ մի աղջիկ եւ հարցրեց. Արդյոք նվագախմբում երգչուհու կարիք կա։ Տոսկանինին հարցրեց նրան. Դուք հավանաբար լավ երաշխավորագրեր ունեք։ Ոչ, ամաչելով ասաց աղջիկը։ Այդ դեպքում դուք հաստատ լավ բնութագրեր եք բերել։ Հո փողոցից չեք եկել։ Ցավոք բնութագրեր եւս չունեմ, բայց կարող եմ բերել իմ ազգականների արձագանքները։ Նրանց շատ է դուր գալիս, թե ինչպես եմ ես երգում։ Տոսկանինին մի վայրկյան մտածեց եւ նրա շուրթերին խորամանկ ժպիտ հայտնվեց։ Ուրեմն եկեք հաջորդ շաբաթ եւ չմոռանաք բերել ուշադրություն հարցը, ում կողմից գրված բնութագրեր պահանջեց ներկայացնել դիրիժորը։ Ժամանակ։ Բարեկամները ցեստեն են սիրում են քեզ, հələ հարևաններից չի։ Բայց դասախոսներից։ Հա, բայց շենքում հա ապրում։ Դասախոսներից։ Բերեք ձեր ազգը։ Չէ, ասма չունի բնութագիրից։ Դասարանցիներից։ Այլ վերսիա Դասարանցիներից։ Դասանսերը դժվար։ Ով է լսելու, զզվելու, ով է լսելու, զզվելու, Քննադատներից չի, կատուներից, ագրավներից, չէ, դե ասում եմ, չէ, ագրավներից։ Քննադատ հարևանն է, էլի սպարագա։ Մեկ պետք է հաստատ իր ասած։ Եթե փողոցից է եկել։ Քննադատի չէր ասում, քննադատը Փողոցով անցնողներից։ Եթե ինքը փողոցից է եկել։ Ասեք, ամուսնալուծվածա ձեր նախորդ ամուսնուց ասենք, օրինակ, եթե Չկա տենց բան չգիտեն, ամուսնալուծվածա թե չէ։ Okay, հասկացա, իսկ բարձրապես բան է։ Իսկ եթե իր հետ կապված, Տոսկանինի թմի հետ կապված ինչ որ մեկից։ Նվագախմբի անդամների։ Ես շաբաթ պետք է։ Չի շաբաթ, ով կասի, նոր կասես։ Պատասխանում է Ալանակյան Նորան։ Լսում ենք ձեզ Տիկին Ալանիկյան։ Ну, երևի իրենք Արտուրո Տոսկանինին պահանջեց որպես վկաներ, այսպես ասած, լավ երգելու, բերել հարևաններին, ովքեր որ երևի թե ամեն օր լսում են այդ աղջկա երգելը եւ չեն բողոքում իր երգելուց։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Խորամանկ ժպիտը դեմքին Արտուրո Տոսկանինին ասաց. Եկեք հաջորդ շաբաթ եւ չմոռանաք ներկայացնել ձեր հարևանների կողմից գրված բնութագրերը։ Եթե դրանք դրական լինեն, գուցե ես ձեզ լսեմ։ 4-2։ Տենաս բերես թե չէ։ Տիկնայք եւ պարոնայք, մեր դահլիճում ներկա է Լիգա Ինշուրանս ապահովագրական ընկերության վաճառքների թվային զարգացման բաժնի ղեկավար Անահիտ Մկրտչյանը։ Բարի երեկո Տիկին Մկրտչյան։ Բարև ձեզ, պարոն հաղորդավար։ Տիկին Մկրտչյան, ես լսել եմ, որ Լիգա մոբայլ բջջային հավելվածով հնարավոր է վճարումներ անել ավտոկայանատեղիի համար։ Իսկ ուրիշ նորություններ ինչ ունեք։ Մեր նոր հավելվածում Լիգա մոբայլի մասին է գնում խոսքը, ավելացվել է տեղ, որտեղ կարող եք ներբեռնել եւ ավելացնել ձեր մեքենաները, այսինքն մեքենաներ բաժինը, որտեղ հասանելի են ոչ միայն ավտոկայանատեղի վճարումը, նաեւ տուգանքները եւ նույնիսկ գույքահարկը։ Նշեմ իմիջիայլոց, որ գույքահարկը կարող եք վճարել մաս-մաս, ինչը կարծում եմ բավականին հարմար է, եթե այն բավականին մեծ գումար է։ Շնորհակալություն, շարունակում ենք խաղը։ 7-րդ խաղափուլ։ Տիկին Ալանակյան։ Այո, լսում եմ, պարոն խաղաղար։ Մի առիթով ասել եք, որ մեր խաղից ստացած ամենավառ տպավորությունը տոնական խաղի կանանց թիմի ավագ լինելն էր։ Ամենամարտահրավերը։ Հիշում եք, թե ինչ զգացողություն ունեցաք այդ օրը։ Ոյ, մարտահրավերներ, հաղթահարելու զգացմունքներ, բոլոր այդ միջակայքը, հուսահատությունից մինչև ուրախություն։ Սուսաննա Հարոյան, իսկ ցանկանաք լինել պրոֆեսիոնալ թիմի ավագ։ Ոյ, դա շատ դժվար հարց է, որը հիմա երևի այդ րոպեն չի երիքի, որ մենք հիմա քննարկենք։ Ձեր դեմ խաղում է Սուսաննա Հարոյանը, տնտեսագետ Երևանից։ Ուշադրություն էկրանին։ Իսկ հիմա ուշադրություն հարցը։ Ինչ նպատակով էին
18-րդ, 19-րդ դարերում նման հարմարանքներ օգտագործում։ Ժամանակ Գողությունից խուսափելու շերած բանանը դուրս գալիս։ Հենց ուզում ես քաշես փուշա դուրս գալիս։ Գողությունից խուսափելու։ Գլխարկը պահելու կանայք Նիկողոսյան։ Հա, տեսա։ Ձողը դուրս քաշելուց։ Երեխեք գլխարկի բաները շատ են հագցնում։ Կոճակի տեղը, չէ, բայց Մազերի համար։ Դալշը այլ վերսիա։ Մազերի Ինչա, երբ Բայց այդ քաշելը ինչ է Ասակներն են դուրս։ Ծակող բան է։ Okay, բայց քաշելուց ինչ ալնում, բացվում է, ինչ Հա, ալնում։ քաշելուց ասեղները դուրս է գալիս։ Փշերը դուրս են գալի, կարող ասի բրտի մի շորից բռնվելու համար։ Բայց սրանով կպահես, զակոկա կպահես սրանով։ Մազը կարա բռնի։ ինքը ինչքան է, այսքան է։ Լավ, դա ինչն էր փոքր պոպուլյար։ Այդ դարերին չի պոպուլյար ինչ մտավ։ Ձիերի խթանելու, տալակոլչիկա, չէ՞ կարա։ Նա մատները երևում են, փոքր բանա, զակոլքի կամ ինչ որ բանի պահելու նման մի բան է երևի։ Կենթանիների խթանելու ինչ որ ձևով։ Չէ, փոքր է, շատ ժամանակ, պարոն Նիկողոսյան, ով է պատասխանում։ բանը Լևոն Գրիգորյանը։ Լսում ենք ձեզ, պարոն Գրիգորյան։ Հավանաբար որոշ տեսակի հյուսվածքների համար դա պետք կատարում էր կոճակի դեր, որ կարելի էր կպցնել ցանկացած տեղից, ասենք շորը գցելուց, ոչ թե ֆիքսված մի կոճակի տեղ, այլ դա կպնում էր տարբեր տեղերից։ Հասկանալի է, պարոն Գրիգորյան։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Խաչատրյան, Որ մեկը։ դուք Արամ Խաչատրյան։ Այո։ Դուք ուշադրություն դարձրեցիք հարմարանքի չափին։ Փոքր է բութմատի չափ մոտավորապես։ Այն փոքր է, հեշտությամբ հետևաբար տեղավորվում է գրպանում։ Հարմարանքն ամրացնում էին գրպանի ժամացույցի շղթային, եւ եթե ինչ-որ մեկը փորձեր շղթայից գողանալ ժամացույցը, հարմարանքը բացում էր իր ասեղները եւ խոչընդոտում գործողությանը։ 4-3 Սուսաննա Հարոյանը բերում է երրորդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Տիկնայք եւ պարոնայք, իսկ մեր խաղին ներկա է Աթենք ընկերության PR բաժնի ղեկավար Մարիամ Ղարդյանը։ Բարի երեկո, Տիկին Ղարդյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Տիկին Ղարդյան, վերջերս հայտնի դարձավ, որ Աթենք ընկերությունը դարձել է սննդամթերքի արտադրության ոլորտի ամենախոշոր հարկատուն։ Ինչ է սա նշանակում ընկերության համար։ Այո, պարոն հաղորդավար, ճիշտ է, Աթենք մսամթերքի ընկերությունը 2024 թվականի տվյալներով դարձել է սննդամթերքի ոլորտի ամենախոշոր հարկատուն։ Մեր ընկերությունը վճարել է 8.2 միլիարդ դրամի հարկ կամ ոլորտի հարկերի շուրջ 19%-ը։ Մենք վստահ ենք, որ այս ցուցանիշին հասել ենք մեր սիրելի հաճախորդների հետ աշխատանքի, ինչպես նաև մեր աշխատակիցների նվիրվածության եւ պատասխանատվության շնորհիվ։ Մեզ համար սա կարևոր ձեռքբերում է, ինչը ցույց է տալիս ոչ միայն ընկերության կայուն աճը, այլև մեր ներդրումը երկրի տնտեսության զարգացման գործում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ինձ մնում է հիշեցնել միայն, որ թիմի բոլոր անդամներին Աթենք ընկերությունը նվիրում է Աթենք Prime բարձրորակ մսային սեթը։ Շարունակում ենք խաղը 8-րդ խաղափուլ։ Պարոն Գրիգորյան, Այո, տարիներ առաջ ասել եք, որ խաղում ձեզ խանգարում է որոշ վարկածներ բարձրաձայն արտաբերելու անվստահությունը։ այո։ Ինչ եք կարծում, այդ խնդիրն արդեն անցյալում է, թե դեռ ներկա է։ Իսկ ինչն է փոխվել, որ անցյալում լինի, չէ, ներկա է։ Դե վաղուց էիք դա ասել, միգուցե տարիների ընթացքում հաղթահարել եք այդ ասել էի, որ խնդիրը։ ասենք մի 20 տարի այդ նույն խնդրեմ ունեմ։ Հիմա կարամ ասեմ, որ 30 տարի այդ խնդրեմ ունեմ։ Դե տեսեք 10 տարի անցել է արդեն։ Ձեր դեմ խաղում է Արտակ Թադևոսյանը, գործարար Մոսկվայից։ Բրիտանական ազգային վիճակախաղի մասնակիցները պետք է ընտրություն կատարեն 1-ից մինչև 49 թվերից։ Գիտնական Սայմոն Քոքսը պարզել է, որ 4-րդ և 5-րդ տասնյակի թվերն ավելի հազվադեպ են ընտրվում։ Ուշադրություն հարցը. ինչպես է Քոքսը բացատրել այս երևույթը։ Ժամանակ։ Տարիքի հետ, Տարիքով, մարդկանց տարիքով։ Հետո հիշողությունը պահում է սովորաբար առաջի 7 Ребят, это Европа же, это Британия. Вторая мировая война.
Плохие годы, для них ужасные годы, չեն ուզում բանանել։ 30-40-ые? Да. Ничего мնացել է, տենց իշու։ 30-ые 40-ые։ Կամ իրան հուշագել, 30-ые 40-ые, դա։ Ամսվա որը մանեց ան, ինչ որ Տարիքը ծոքի ոնց է։ Թակուիների հետ կապված։ Ամսաթի օրը։ Ավելի 30-ից 40 չկա։ այո, լավ, Всё, ինչ որ բանից ելնելով Իրականում միգուցե այդ են։ որտեղ տարբեր տարիքեր։ ինչ որ իրանց հետ կարելի է։ До 30, чтобы правильно, Բայց 35-ին էլ էլի, խոսքի, հա։ Խաղում են տարբեր Այլ վերսիա, էսի պայեցին։ տարբեր տարիքեր։ Թակուի հետ Այլ վերսիա։ Անգլիա թակուի հետ կապված ինչ որ բան։ Թակույն 80 եւ այլ։ Չէ, այն ժամանակ վիճակը։ Մի քանի թվեր, մի քանի թվեր։ Այդ ազգային վիճակագրություն տասնյակ տարիներ է արդեն։ Պարոն հաղորդավար պատասխանում է Խաչատրյանը, բայց Սամվելը։ Լսում ենք ձեզ, պարոն Խաչատրյան։ Պարոն հաղորդավար, կա այսպիսի տարբերակ, որ վիճակախաղից հիմնականում մարդիկ թվերը ասացուցում են ոնց որ իրանց հետ ավելի շատ անձնական բնույթ է կրում այդ ամենը եւ մի մասը թվերը ընտրում է, ասենք, կապված իրենց ծննդյան օրվա հետ։ Իսկ մենք գիտենք, որ ամսվա մեջ կա 30 օր։ Այսինքն հիմնականում մեծ մասը ընտրում է ծննդյան միգուցե ամսաթվի հետ կապ։ Մեկ 31 էլ է հանդիպում, պարոն Խաչատրյան։ Հա, բայց Խաչատրյան։ արդեն չեմ ամ 32-33 որպես կանոն չի լինում։ Դե նայած, չինովնիկներ են եղել 33 են գրել հունիսի կամ ասենք փետրվարի, չգիտեմ, տարբեր եղել են դեպքեր։ Հայեր։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Սայմոն Քոքսը պարզել է, որ 4-րդ եւ 5-րդ տասնյակի թվերը ավելի քիչ են ընտրվում մասնակիցների կողմից, քանի որ շատերը ընտրում են իրենց թվերը, դրանք ասոցիացնելով իրենց, ինչպես նաեւ իրենց ազգականների եւ ընկերների ծննդյան ամսաթվերի հետ։ Ուստի վիճակագրության համաձայն 1-ից մինչև 31 թվերն ավելի հաճախ են ընտրվում, քան 31-ին հաջորդողները։ 5-3 հոգուտ գիտակների, պարոն Նիկողոսյան։ Այո։ Առաջի 3-4 հարցը ընդհանրապես ոնց որ ձեր թիմը չլիներ։ Խաղում էիք առանձին, Արամը Խաչատրյան առանձին, Լևոն Գրիգորյանը։ Հիմա ես հիշեցի, որ թիմ կա։ Այս վերջի տարիներին ինքան ճնշեցիք մեզ, որ մենք ինքնավստահությունը կորցրեցինք, պարոն հաղորդավար։ Նորից հիշեցնեմ ձմեռային եթերաշրջանը, պարոն ձմեռային Նիկողոսյան։ եթերաշրջան։ Տիկնայք եւ պարոնայք, իսկ մեր դահլիճում ներկա է Յուսկ Արմենիան խանութների ցանցի հիմնադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը։ Բարի երեկո, պարոն Կարապետյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Կարապետյան, մենք արդեն արձանագրեցինք, որ աշխարհում կա 3300 յուսկ խանութ։ Եթե գաղտնիք չէ, որ ապրանքատեսակն է աշխարհում ամենաշատը վաճառվում։ Ու դա իհարկե գաղտնիք է, բայց անձամբ ձեր համար, պարոն հաղորդավար, ես կբացահայտեմ, դա յուսկի ներքնակներն են, մատրաս։ Ներքնակները։ Այո։ Իսկ Հայաստանում նույնպես այն ամենաշատն է վաճառվում։ Ոչ, Հայաստանում ցավոք սրտի այդ մշակույթը զարգացած չէ մեր մոտ։ Բետոնի վրա են քնում։ Բետոնի վրա չեն քնում, բայց մարդիկ չեն կարևորում այդ հարցը։ Յուսկի կարգախոսն է հանգիստ քուն, երբ որ դուք քնում եք, ձեր թիկունքն է քնում եւ երբ որ քնում եք մեր ներքնակների վրա, մեր մատրասների վրա, առավոտյան ձեր թիկունքը ձեր շնորհակալություն է ասում։ Շնորհակալություն։ Պարոն Նիկողոսյան, ինձ թվում է վերջի 3 տարին նորմալ ներքնակների վրա չեք քնել, դրա համար էլ այս օրին եք։ Արդեն պայմանավորվել ենք, պարոն հաղորդավար։ Ինչ որտեղ երբ Գանանային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, Հայաստանի ինտելեկտուալ շարժման պաշտոնական գործընկեր Լիգա Ինշուրանս ապահովագրական ընկերություն։ Մեր առանձնահատուկ գործընկերն է Երեմյան ընկերությունների խմբի բարձր հեղինակային խոհանոց Ռենոմեն։ Մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը։ Մեր արևային գործընկերն է Իտալ Սոլար ընկերությունը։ Մեր հարմարավետ գործընկերն է Յուսկ խանութների ցանցը։ Եվ մեր լուսավոր ու ջերմ գործընկերն է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը։ Գովաստ Armenia TV-ի եթերում։ Խապուստի քաշիվն։ Հեսա բլիցը անգնելու հայտարարք եմ տվել։ Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության էկոնոմիկայի եւ ֆինանսների տնօրեն Արմեն Արշակյանը։ Բարի երեկո, պարոն Արշակյան։ Բարև ձեզ։ Պարոն Արշակյան, Հայաստանի էլեկտրական ցանցերն այն ընկերություններից է, որ բավականին արդյունավետ փորձ գրանցեց պարտատոմսերի թողարկման ու տեղաբաշխման առումով։
ինչ նորություններ ունեք այս փուլում։ Իսկապես անցած տարին շատ արդյունավետ էր պարտատոմսերի թողարկման մասով եւ դա իսկապես շատ հետաքրքիր գործիք է մեր ներդրումները իրականացնելու եւ ֆինանսավորելու համար։ Ընդ որում կուզենայի նշել, որ մենք անցած տարի աննախադեպ շուրջ 170 միլիոն դոլարին համարժեք դրամ եւ դոլար ենք թողարկել, որը ամբողջովին գնվել է մեր պոտենցիալ բաժանորդների, մեր պոտենցիալ ներդրողների կողմից։ Նորությունները հետևյալն են, որ այո, մենք շարունակելու ենք մեր թողարկումները եւ դա շատ հետաքրքիր գործիք է, որը թույլ է տալի մեզ ոչ մենակ մեր ներդրումները ֆինանսավորել, այլ նաեւ մեր հաջողությունները կիսել մեր բաժանորդների, մեր ներդրողների հետ։ Բայց պարոն հաղորդավար, կուզենայի երկու խոսք խաղի մասին։ Ամենասիրված թիմերից մեկն է։ Ես Նիկողոսյանին մեկ-մեկ որ ասում եմ լեգենդ նեղանում, ասում եմ մենք իրական մարդիկ ենք, մենք լեգենդներ չենք, մենք իրական ենք եւ շատ հետաքրքիր է, որ նոր փոփոխություններ կա, պարոն Խաչատրյանի գալու հետ կապված ցույց է տալի, որ այո, թիմը իսկապես զարգանում է, թիմը փոփոխվում է, այն ռուսերեն ասած նովոյե կրով, որը իսկապես նոր երանգն է տալի թիմին։ Հաջողություն եմ մաղթում թիմին։ Շնորհակալություն, իսկ ես հիշեցնեմ, որ Մարմարե արծվի մրցանակակրին Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը նվիրում է հնգորյա ուղեգիր դեպի Դիլիջան 2 անձի համար։ Շարունակում ենք խաղը 9-րդ խաղափուլ։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր հարցերը կարող եք ուղարկել հետևյալ հասցեով. Երևան Եղվարդի խճուղի 1 Արմենիա հեռուստատեսություն, ինչ, որտեղ, երբ հեռուստախաղին, կամ info@prt.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև թարմացված 3W TV-am կայքի միջոցով։ Այն նամակները, որտեղ տեղեկատվության աղբյուրը եւ ձեր հեռախոսի համարը նշված չեն լինի, չեն դիտարկվի մեր խմբագիրների կողմից։ Սլաքի ուղղությամբ ձեր դեմ խաղում է Անի Քոչարյանը, մարքետոլոգ Վարդենիսից։ Այդ գաղտնիքը 20-րդ դարի 70-ական թվականներին Սան Ֆրանցիսկոյում հանրությանն է ներկայացրել Սթենֆորդի համալսարանի մագիստրոս Ռոյ Ռեյմոնդը։ Դրան նպաստել է այն հանգամանքը, որ Ռոյը երկար փնտրելուց հետո այդպես էլ չգտավ այն, ինչն իրենից խնդրել էր իր կինը։ Հետաքրքիր է, սակայն, որ այդ գաղտնիքը մինչ օրս շարունակում է մնալ խորհրդավոր եւ ունի իր պահապանները։ Ուշադրություն հարցը. ինչ գաղտնիքի մասին է խոսքը։ Ժամանակ։ Ուղարկելա խանութ։ Հա, ամուսնուն ուղարկելա խանութ Չէ, չի երկար է։ Կոկա-կոլայի կազմը այն ժամանակ էին ասել, թե ավելի ուշ է։ Կինը Կոկա-կոլայի կազմը երազանքներ, տիպը սեր, սիրո, խանութ 99 ինչ պահապան կա ժողովուրդ։ Կոկա-կոլայի պահապաններ կան, կստացի, հա։ 99 որ գրում են արժեքը 99 սկսելա լավան արվել։ Ստենֆորդի համալսարանն է։ դա սկսեց 60-ականների։ Ինքը էկոնոմիստ է, էկոնոմիական բան պետք է լիներ։ Կինը ասելա գնա խանութ, այս ինչը բեր, չի գտել։ Այսպես բան կարա լինի։ Զեղ չէ։ Գաղտնիքը որն է։ Բագաղտնիք որն է պահապան։ Ինչի պահապաններ կան։ Ինչի պահապան։ Որտեղից է ինչ որ գետ ասկացվում, ով սպանելա Լորա Պալմերին, դա 90-ականներն են։ Էկոնոմիստին տես չէին։ Քենեդին սպանել Էկոնոմիստին չի պետք է հասնեին։ սպանել Ինչ որ թեորեմ ապացուցի։ Պահապանը որն է, պահապանից բան արեք գնացեք ժողովուրդ։ Ինչ որ թեորեմի պահապաններ կան։ ինչ որ աղանդ պետք է լինի, որ այն պահապանը չեն ասում։ Ֆիբոնաչի, Պոանկարը ինչ որ թեորեմի պահապաններ կարան են։ Ինչ որ հայտնի մարդու մահանալ Կոլան ասենք բարձրացնենք, էլի լավ, կոլան երևի ասենք ոնց։ Կոլայի Բաղդարատոմսը, հա։ Ժամանակ, Պեպսին ավելի ժամանակ, պարոն Նիկողոսյան, չեք քննարկում այլևս։ Պատասխանում է Սամվել Խաչատրյանը։ Լսում ենք ձեզ, պարոն Խաչատրյան։ Դե, քանի որ ավելի լավ տարբերակ չունենք, միգուցե պատասխանենք, որ խոսքը գնում է Կոկա-կոլայի բաղադրիչների գաղտնիքի մասին։ Դալիճում կար այլ տարբերակներ։ Այ չո։ Դե կինա էլի, բայ դա բանը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Սա այն հարցերից է, պարոն Նիկողոսյան, որ ես կուզենամ, որ սեղանի վրա 13 հարցնել այսպիսի հարց լիներ։ Ռոյ Ռեյմոնդին
այդպես էլ չհաջողվեց գնել հետաքրքիր եւ գեղեցիկ ներքնազգեստ իր կնոջ համար։ Արդյունքում նա ստեղծեց Victoria's Secret ընկերությունը, որը մեր օրերում կազմակերպում է ցուցադրություններ ամենահայտնի մոդելների մասնակցությամբ, որոնց ընդունված է անվանել հրեշտակներ։ 5-4 Անիկ Քոչարյանը բերում է 4-րդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Կինը ուղարկել է բան առնելու, էս է։ Շարունակում ենք խաղը, 10-րդ խաղափուլ։ Էսի բլիցն ա գնում։ Պարոն Սամվել Խաչատրյան։ Այո, պարոն հաղորդավար։ Խաղում ձեզ ինչպես օգնում, այնպես էլ խանգարում է հանգստությունը։ Կմանրամասնեք մեր հեռուստադիտողների համար ինչով է օգնում եւ ինչով խանգարում։ Ես երևի թե արդեն չեմ կարող ասել, որ ես հանգիստ եմ խաղում, որովհետեւ այդ մասով իրավիճակը փոխվել է, պարոն հաղորդավար։ Դուք պարոն Աբովյանի խաղը տեսել եք, պարոն Խաչատրյան։ Մի հատ համեմատեք եւ կտեսնեք թե ինչքան հանգիստ եք դուք։ Չէ, նախկինում ես ավելի հանգիստ էի խաղում, հիմա ոչ։ Բլից։ 3 հարց յուրաքանչյուրի համար 20 վայրկյան քննարկման հնարավորությամբ։ 1 միավոր վաստակելու համար գիտակները պետք է պատասխանեն բոլոր 3 հարցերին։ Ուշադրություն, առաջին հարցը։ Որքան էլ տարօրինակ թվա, այդ բառն իր ծագմամբ ամենևին էլ պարտական չէ կենսաբանության ոլորտին։ Այն ծագում է հին Հունաստանի կենցաղային լեզվից, որտեղ նշանակում էր ուրիշի տանը ճաշող մարդուն։ Այդ բառի վրա բացասական երանգ են թողել հնագույն կատակերգությունները։ Ֆլորա Այվազովան Երևանից հետաքրքրվում է, որ բառի մասին է խոսքը։ Ժամանակ։ Паразит, рядом сидящий, паразит. Հացի կողքը։ Рядом сидящий. Բժիշկա մի բան գիտի, լատիներեն եւ այլն։ Պատասխանում է Արամ Խաչատրյանը։ Ну, թիմում բոլորը միանգամից այդ վերսան ունեին, parasitus, կողքին նստող կամ սեղանակից։ Parasit, մակաբույծ։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Այդ բառն իր ծագմամբ ամենևին էլ պարտական չէ կենսաբանության ոլորտին։ Այն ծագում է հին Հունաստանի կենցաղային լեզվից, որտեղ նշանակում էր ուրիշի տանը ճաշող մարդ։ Խոսքը մակաբույծի պարազիտի մասին է։ Առաջին հարցին դուք ճիշտ պատասխանեցիք։ Ուշադրություն, երկրորդ հարցը։ Եգիպտացիներն ունեն աստված Տոտ անունով։ Ալքիմիական փորձերի ժամանակ նա օգտագործել է ամուր փակված անոթներ, որտեղ օդը կամ գազը չէին կարողանա թափանցել կամ ընդհակառակը դուրս գալ։ Հույներն այդ աստծուն տվել են իրենց աստվածներից այն մեկի անունը, որին առավել համապատասխանում են Տոտ Աստծո գործառույթները։ Կարեն Պողոսյանը Երևանից խնդրում է ձեզ պատասխանել։ Ինչ է հունական այդ Աստծո անունը։ Ժամանակ։ Гермес, да. То есть он все так хорошо склевывал, что ընդունեցի։ Ну и как Аид, никто оттуда не возвращается, как вторая версия. Okay. Ամուր փակված ամուր։ Պարոն հաղորդավար, պատասխանում է Լևոն Գրիգորյանը։ Ես լսում եմ պարոն Գրիգորյանին, բայց խնդրում եմ քննարկել հնարավորինս հայերեն։ Հավանաբար Հերմես Աստվածը, հերմետիկ բառը դրանից է առաջացել։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Տոտն իր փորձերի ժամանակ օգտագործել է ամուր փակված անոթներ։ Հույները Տոտի գործառույթները վերապահել են Հերմեսին, որի անունից էլ առաջացել է հերմետիկ բառը։ Վճռորոշ երրորդ հարցը։ Խաչակրած արշավանքների ժամանակ ստեղծված այդ միաբանության ասպետները տեղից տեղ շարժվելով հոգ էին տանում այն հիվանդների մասին, որոնցից խուսափում էին շատերը։ Այդ միաբանության անվանումից է ծագել բուժ հաստատություններից մեկի մեր օրերում դեռևս կիրառվող անվանումը։ Արայիկ Մկրտումյանը Երևանից հարցնում է. ինչպես է կոչվում այդ միաբանությունը։ Պատասխանում է Արամ Խաչատրյանը։ Էլի կարելի ասել թիմային վերսիա,
որպես բժիշկ ես ամեն օր հաճախում եմ հաստատություն, որ անգլերեն կոչվում է հոսպիտալ, դա հոսպիտալիերներն էին։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Նիկողոսյան։ Այո։ Հիմա որ լսեք պատասխանը կհասկանաք, որ դուք ունեիք 20 վայրկյան քննարկելու համար։ Խոսքը Սուրբ Լազարի կամ Ղազարի պատվին անվանակոչված Լազարյանների միաբանության մասին է, որովհետև հոսպիտալիերները տեղից տեղ չեն շարժվում։ 5-5 Կակացիից։ Արայիկ մկրտում, տեղից տեղ շարժվելը, ասել եմ ես, տեղից տեղ չեն շարժվել։ 5-5 Արայիկ Մկրտումյանը բերում է 5-րդ միավորը իր թիմին և վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից։ Չէինք վերցնի Լազարետ։ Ես ասել եմ Լազարետը։ Շարունակում ենք խաղը և սկսում վճռորոշ 11-րդ խաղափուլը։ Я думаю, версия госпитальера. Я думал, у тебя Лазарет. У тебя какая версия? Հոսպիտալերը։ У меня тоже. У всех госпитальеры были. У меня Лазарет был. Аскацанг не выбрали бы Лазарет. Потому что Терестера... Հարգելի հեռուստադիտողներ, ձեր նամակներում անպայման նշեք հարցի ձևակերպումն ու ճիշտ պատասխանը, տեղեկատվության սկզբնաղբյուրը, ձեր անուն, ազգանուն հայրանունը, ինչպես նաև հետադարձ հասցեն և ձեր հեռախոսահամարը։ Սլաքի ուղղությամբ ձեր դեմ խաղում է Վլադիմիր Գալստյանը, բժիշկ, քաղաք Սարատով, Ռուսաստան։ Մեր հեռուստադիտողը վերջերս ինտերնետում տեսել է զվարճալի մի կոմիքս, որտեղ թանգարան այցելած մի պատանի կանգնած է ներկայացված աշխատանքներից մեկի առաջ և հուսահատ կերպով փորձում է անել մի գործողություն, սակայն հսկիչը հրահանգում է նրան շարունակել շրջայցը։ Ուշադրություն հարցը, իսկ ինչ է փորձում անել պատանին այդ կոմիքսում, ժամանակ։ Զում անի, էլի նկար ուզում է մեծացնի տեսնի մեջինը։ Պատանի է, չէ, ասիկ այս դարի է։ Այս դարի երեխա է, ուզում է մեծացնի։ Բայց դա կոմիքսում կնկարես։ Պատանի ասիկ այս դարի երեխա է։ Окей, дальше. Եթե սև քառակուսին է, ինչ է ուզում հետո անի կոնկրետ։ Չէ, որ ասում է շարունակի։ Գործողությունն է պետք, ոչ թե ինչն է։ Զում անել։ Ուզում է բանի մոտ նկարվի։ Դալշը։ Ուզում է բաժարի բրանդեբոյտի մոտ ուզում է նկարվի, մանումա թե նկարա։ Սկրոլ կարող է, զում անը սկրոլ անի։ Ոչ թե զում։ Հաջորդը տեսնի։ Ջոկոն այդ։ Հաջորդն էլ կարա ալնի, էլի։ Ասում է գնա հաջորդի։ Գնա հաջորդի Բայց մոտ։ որը կոմիքսում որը ցույց կտաս։ Պետք է ավելի լավ է։ Կոմիքսում որը ցույց կտաս։ Պատկերացու կոմիքսը պետք է այնած ցույց տաս։ Սկրոլ ավելի հետաքրքիր, այական չի։ Մատներով ինչ որ գործողություն կատարել դասես իցո։ Համար ասում եմ ոչ թե կանգնի, այլ անցի մյուսին, սկրոլ ավելի լավ է։ Բայց ասի ընտրի։ Չի ասի։ Չէ, սկրոլը ավելի լավ։ Ասել է։ Ինքը այդքան վաղը չի։ Ասելու է։ Դալշը։ Պատասխանում է Արամ Խաչատրյանը։ Լսում ենք պարոն Խաչատրյան, շատ կոնկրետ պատասխան եմ ես։ Շատ կոնկրետ, քանի որ այս դարի ներկայացուցիչ է, նոր սերնդի ներկայացուցիչ է, փորձում է ֆիզիկական նկարի հետ իրականացնել թվային գործողություն։ Այսինքն Դե հիմա պետք է ասեմ, գիտեք ինչ, ինձ անձամբ դուր է գալիս մեծացնել դետալները ավելի նայելու գաղափարը, բայց քանի որ թիմը եւ հարցի մեջ ասում է կոչ է անում այդ security-ին կոչ է անում անցնել հաջորդ նկարին, ավելի համապատասխանում է scroll բառը, ասինքն թերթել բառը։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պատանին, որ նորվա մեծ մասն անցկացնում է պարոն Խաչատրյան, հեռախոսի մեջ կարծում է, որ թանգարանում ևս ուշադրություն էկրանին։ Կարելի է մատով թերթել նկարը և կհայտնվի հաջորդը։ 6-5 հոգուտ գիտակների, ես արձանագրում եմ գիտակների հաղթանակը և նշում հաղթողների անունները։ Նորա Ալանակյան, Լևոն Գրիգորյան, Սամվել Խաչատրյան, Արամ Խաչատրյան, Վիգեն Անանյան և թիմի ավագ Լևոն Նիկողոսյան։
Տիկնայք եւ պարոնայք, մենք խոստացել էինք, որ խաղի վերջում կզրուցենք Երեմյան ընկերությունների խմբի կառավարման խորհրդի անդամ Լուսինե Երեմյանի հետ, ով ձեզ համար անակնկալ է պատրաստել։ Լսում ենք ձեզ, Տիկին Երեմյան։ Շնորհակալություն, պարոն հաղորդավար։ Մինչ ներկայացնելը խնդրեմ ասեք ով էր այսօրվա խաղի լավագույն գիտակը։ Հետո ներկայացրեք ու այս ամեն ինչը կնվիրենք լավագույն գիտակին։ Անկեղծ ասած, բավականին դժվար է նման կարծիք հայտնել, որովհետև խաղի ընթացքում բոլոր գիտակները դրսևորեցին բարձր պատրաստակամություն, այսպես ցանկություն եւ ուժ եւ ինտելեկտուալ, ինչպես այսպես համատեղ աշխատանք էր դրված, բայց կարծում եմ, որ թիմի ավագը, պարոն Լևոն Նիկողոսյանը առանձնացավ ինչու, եւ դա ես կապում եմ եւ չեմ կարող չկապել մեր հեղինակային, բարձր հեղինակային խոհանոցի ներկայացուցիչ Ռենոմեի հետ, այնպես ինչպես որ մեր խոհարարն է, մեր շեֆն է իրականացնում իր աշխատանքը, օգտվելով բոլոր ինտելեկտուալ եւ ստեղծարար հնարավորություններից, այնպես էլ պարոն Նիկողոսյանը այսօր արդարացիորեն հավաքեց բոլոր հնարավոր ճշգրիտ պատասխանները եւ ներկայացրեց խումբը լավագույն կերպով։ Շնորհավորում եմ եւ որն է անակնկալը, չմոռանամ։ Իսկ հիմա այո, Տիկին Երեմյան, խնդրում եմ ներկայացրեք այդ անակնկալը։ Անակնկալն է Երեմյան ընկերությունների խմբի կողմից պարոն Նիկողոսյանին տրվում է 2 նվերքարտ, յուրաքանչյուրը 180,000 դրամ արժողությամբ այցելելու Ռենոմե հեղինակային, բարձր հեղինակային խոհանոցով ռեստորան, իրեն հարմար ցանկացած օրը եւ ընտրելով այն անձին, որի հետ կուզեի այցելել, որտեղ 2 նվերքարտ է եւ վայելելու համերի ճամփորդությունը մեր խոհանոցում, մեր ռեստորանում եւ գնահատելու այն ինչ որ մենք ստեղծում ենք մեր ինտելեկտուալ միջավայրում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այսօրվա խաղի լավագույն գիտակ է ճանաչվում Լևոն Նիկողոսյանը եւ ստանում է Մուրադ Հասրացյանի եւ Զավեն Սարգսյանի Հայաստան քրիստոնեական ճարտարապետության 1700 տարին աշխատությունը Սոնա Դալալյանի մակագրությամբ, ինչպես նաեւ Երեմյան ընկերությունների խմբի 2 նվերքարտ յուրաքանչյուրը 180,000 դրամ արժողությամբ հատուկ Ռենոմե բարձր հեղինակային խոհանոց այցելության համար թիմի բոլոր անդամներին Աթենք ընկերությունը նվիրում է Աթենք Prime բարձրորակ մսային սեթը, իսկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է առաջիկա համերգի հրավիրատոմս 2 անձի համար։ Հիշեցնեմ, որ Մարմարե արծվի մրցանակակրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է 20-րդ համերգաշրջանի աբոնեմենտային քարտ։ Պարոն Արթուր Ապերյան, Այո, պարոն խաղաբար։ Եկավ ժամանակն ընտրելու լավագույն հեռուստադիտողին, հիշեցնեմ հաղթող հարցերի հեղինակներին։ Ալբերտ Մինասյան, կնոջ երազանքի մասին, Ալինա Ավակյան, գիտական աթեիզմի և շպարգալկայի մասին, Սուսաննա Հարոյան, ժամացույցին ամրացված հարմարանքի, Անի Քոչարյան, Վիկտորիա Սիկրետի մասին և Արեիկ Մկրտումյան, Լազարետի մասին։ Պարոն խաղաբար, ընտրությունը նենց չի, որ բարդ է, կարծում եմ Վիկտորիա Սիկրետի մասին հարցն էր լավագույնը։ Շնորհակալություն, պարոն Ապերյան, մեր բոլոր հովանավորներն էլ են արդեն դարել պրոֆեսիոնալ հարց գնահատողներ։ Լավագույն հարցի հեղինակ է ճանաչվում Անի Քոչարյանը և ստանում է լրացուցիչ 50,000 դրամ գումար Յունիբանկից, ինչպես նաև 100,000 դրամի զեղչի քարտ Իտալ Սոլար ընկերության կողմից։ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ են պատասխանել, կընտրի լավագույնը և հարցի հեղինակին կպարգևատրի 50,000 դրամի նվեր քարտով։ Տիկին Մարիամ Ղարդյան։ Այո, պարոն հաղորդավար։ Հիշեցնեմ այդ հարցերը և դուք ընտրեք։ Լուսինե Բայաթյան ֆրանսիական պաների մասին, Լիլիթ Չախոյան Վերոնայի մասին, Գայանե Ղազարյան կանգառում անվճար տոմս ստանալու մասին, Ժաննա Ադամյան հարևանների բնութագրերի մասին Տոսկանինիի,
Արտակ Թադևոսյան բրիտանական վիճակախաղի մասին, Ֆլորա Այվազովա պարազիտի մասին, Կարեն Պողոսյան Հերմեսի մասին եւ Վլադիմիր Գալստյան նկարը մատով թերթելու մասին։ Պարոն հաղորդավար, առաջին հարցը։ Լուսինե Բայատյան ֆրանսիական պաների մասին, Ֆրանսիա-Արգենտինա ֆուտբոլային խաղով։ Լուսինե Բայատյանը ստանում է 50,000 դրամի նվերքարտ Աթենք ընկերությունից։ Խաղն ավարտված է, շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից Armenia TV-ի եթերում։